Ես արևը քարտեզի վրա ցույց տվի։ Նա այնտեղ այդ տարածքներում ապրում է։ Մուֆլոնը կարող է այդտեղով միգրացիա, նույնը ընձառյուծը։ Հենց Ամուլսարի տարածքները։ Իսկ Բեզարյան այծը այդտեղ ապրում է։ Զանգեզուրի Լեռնաշղթայով կապը Ղարաբաղյան բարձրավանդակի հետ մենակ այդ ուղղով Ամուլսարի քարտեզի վրա դուք տեսաք, որ մուֆլոնը, եթե միգրացիա կատարի, միակ տեղ միգրացիա դա մենք չենք ասել, դա միջազգային ընդունված միջանցքներն են, հա։ Երկրորդը ընձառյուծի մեջանցքն է, երրորդը Քարայուսն այնտեղ ապրում է։ Փաստեր, ունեք փաստեր։ Փաստերին չա։ Այսինքն ֆոտո բռնիչներ պետք է դնել են, տեղադրել, որ Չէ, չգիտեմ, սմբակի հետ, տենց բաներ ունեք։ Միշտ գրանցել են։ Չէ, հիմա ունենք, կարող եմ ես տենալ։ Ունենք նկարները։ Հա, նկարները։ Որտեղ Չէ, նկարները չունենք, մենք այնտեղ նկարած, ընդ չենք աշխատում։ Բայց որ գնաց ամառակը տեսնես նկարած։ Ամուսայից այսօր անցնի, գնաց տեսնես։ Վերջ անգամ երբ եք հովաց մեր Հայաստանում գրանցել։ Որ մասում։ Արևիկի, ազգային պարտի եւ Վայոց Բայց ես տեղերը չեմ կարող։ Կոնկրետ իմ ասած միջանցքը Եղեգիս, Գնիշիկ, Նախիջևան, Օրդուբադ, Զանգեզուր, Արևիկ ազգային պարկ եւ Մեղրի հովիտ։ Ամենագլխավոր բանը դա է մեր Բեզոարյան այծերի միջանցքը։ Բեզոարյանը չեմ ասում։ Ես ասում միգրացիոն ուղին մուֆլոնի եւ ընձառյուծի։ Բեզոարյան այծը իր ապրելավայրն է, ինքն դե ապրում։ Որտեղ։ Ամուլսարի հարակից տարածքներում։ Նկարներ որտեղ կարող եմ տեսնել։ Նկարները գիտես ուղարկենք մեր աշխատակիցին, եթե թույլ կտանք տարածքները մտնեն, կմտնի կնայի։ Մեկ երկրորդը գրականություն կա ապացուցող, Որ թվականին էլի հասկանում եմ, որ թվականների վերջին անգամ երբ է այդտեղ ուսումնասիրություն, այդ եմ ուզում ասեմ, կենթանաբանները որտեղ երբ են արել։ Մենք մեր կողմից հովազի շրջանակներում ալիքը միշտ այդ սարերն Զանգեզուրից բռնած Վայոց եւ մենք գիտենք որտեղ է ինչ լինում հետքերով եւ այլն։ Ոչտ կարող է հիմնական տեղ լինի Բեզոարյան եւ Մուֆլոնի ապրելու համար, բայց նա Հայաստանում երկու կորիդորից միակն է, որը կապում է Հայաստանը Ղարաբաղի հետ, շտապես ապրի, բայց ինքը պետք է անհրաժեշտություն ունենա տեղափոխվի, տեղաշարժվի տեղից տեղ։ Այս քարտեզները, այսինքն եւ 2010 թվականի հաշվետվի անգլերեն ինքը փաստաթուղթ է, այստեղ որպես միջանցքներ նշված էլ չի։ Այդ գործը արվել է ուղղակի Խոսրովից սկսած մինչև Մեղրի, այսինքն այդ Ամուլսարի տարածքը մեջը չի մտել։ Ոչ մեկ չի թաքցնում, անպայման անհրաժեշտ է Ամուլսարը եւ ընդհանրապես Ջերմուկի տարածքում հետազոտություններ կատարել։ Բայց դրա համար ռեսուրսներ պետք, մարդիկ են պետք, էսա այնա։ Սա մեր ուսումնասիրություններն են վերջերս իրականացրել ենք շատ արագ ուսումնասիրություն, թե կարելի է այնտեղ ստեղծել ազգային պարկ հիմնվելով 3 Եվրոպական վայրերի վրա եւ տեսնում եք մոտավոր այս սահմաններն ենք նկարագրել, որը կարող է ընդգրկվել հետագայում Ջերմուկ ազգային պարկի մեջ։ Եվ այստեղ արդեն զոնավորումն է, բայց սա վերջնականը չի եղել, երբ որ ծրագիրը ինքը իրանով սկսի, սահմանները ավելի հստակ կլինեն։ Այդ ուսումնասիրության շրջանակները, որը մենք իրականացրել ենք 40,000 հեկտարի վրա, ուրեմն նախատեսվող Ջերմուկ ազգային պարկի տարածքում աճում է 38 տեսակի հույս 18 ընտանիքներից, որոնք ներկայացնում են եւ գիտական եւ գործնական հետաքրքրություն։ Նրանցից 26-ը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում։ Հետո մեր հարգարժան ուսանողներ ավելի ետևոսեք ավելի մանրամասն ասենք, ինչ տեսակներն այնտեղ հանդիպում։ Երկու տեսակ անհետանալու եզրին են, 16-ը վտանգված են եւ կենթանիների վերաբերյալ չեմ ուզում շատերին ասեմ, 5 անօղնաշար եւ 34 օղնաշարավոր կենթանիների տեսակներ են հայտնվել, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Նրանց թվում են եւ ընձառյուծը, չղջիկների տեսակներ, մուֆլոնը, Բեզոարյան այծը եւ գորշավճի եւ մնացած տեսակներ։ Շատ անհարմար տեղ է կենթանուն ապրելու համար։ Ղարաբաղում կան այդ կենթանիները, Բեզոարյան այծերը, Հայաստանում էլ կա, բայց իրանք ոնց են այդ կապը պահում, երկու տարբերակ կա։ Մեկը գնում է այդ բարձրավանդակի հյուսիսային մասով, որտեղ այդ բարձրավանդակը իջնում է,
ավելի հարմար է կենթանում շարժվելու համար։ Իսկ մեկը հարավով է գնում Գորիսի կողքով այդ Որոտանի կիրճը։ Դուք ասում եք մեկը հյուսիսով դա Վարդենիսի լեռնաշղթայով դեպի Ղարաբաղ։ Լայն է մտածում, քան զուտը Ամուլսարի տարածքը վերցված։ Ամուլսարի տարածքը շատ փոքր տարածք է ու մի քիչ կողքն է մնում։ Եթե մենք տեսնենք, որ Բեզուարը կոնկրետ չի անցնում այդ տարածքով, դա չի նշանակում, որ Ամուլսարը կարող է իր գործերը անի Բեզուարի վրա չնայելով։ Կենթանինը տենց է, որ այսօր այստեղ կմտնի, վաղը այնտեղ կմտնի։ Դա չեմ ասում գլոբալ, բայց հաստատ տեղական մինիմում տեղական ազդեցություն ինքը կունենա։ Այդ ֆակտորը կա։ Իրանք ասում են, որ իրանք օգտագործում են միջազգային տեխնոլոգիաներ, բայց մենք այդ տեխնոլոգիաները մեր աչքով չենք տեսել, չենք լսել։ Ես իրանք կոպիտ ասած մեռա ասելով ցույց տվեք, ինչ եք օգտագործելու, որ մարդիկ համոզվեն։ Իրանք չեն ցույց տալիս։ Իրանք պրես-կոնֆերանսներ չեն հավաքում, որ մարդկանց դեմոնստրացիա ցույց տան, որ մենք ասենց ենք անելու, անենց ենք անելու։ Պարոն Խորոզյան, ուրեմն եթե չեմ սխալվում, լիցենզիան կառավարության կողմից Ամուլսարի, այսինքն գիոթիմին տվել է 2.5-3 տարի առաջ։ WWF-ի գրասենյակը Հայաստանում արդեն 10-րդ տարին է նշում։ Այսինքն ուներ եւ WWF-ը 7 տարի չէ ուսումնասիրություն է։ Եթե դա կարևոր միջանցք էր, ինչու այդ ուսումնասիրությունները միջետի չէր արվել։ Այսինքն կամ, չգիտեմ, կամ կարևորություն չէր տալիս WWF-ը, չէ, միջանցքին։ Ահա։ Ասեմ, WWF-ի համար հետազոտությունները կարևորագույն բան չի, ինքը զբաղվում է բնապահպանությունով եւ տեսակների մոնիտորինգով։ Իսկ մոնիտորինգը դա հետազոտություն չի, մոնիտորինգը դա գնահատում է թե տեսակը ոնց է արձագանքում մեր բնապահպանական միջոցառումներին։ Հասկանում եք, չէ՞։ Եթե դեպի մենք Խոսրովում պրոյեկտ ունենք, մենք իհարկե Խոսրովում մոնիտորինգ կանենք, որ տեսնենք մեր բնապահպանական միջոցառումները ազդում են այդ տեսակների վրա, թե չէ։ Մենք չենք կամ պրոյեկտ անենք Խոսրովում, իսկ մոնիտորինգը անենք Ջերմուկում, հասկանում եք, տարածքային բանը, նիսատեսը։ Եթե չեմ սխալվում, ուրեմն WWF-ը իր առաջիկա ծրագրերում դեռ 2-3 տարի առաջ ուրեմն դրվել էր, որ պիտի առաջիկայում ստեղծվի Ջերմուկ ազգային պարկ, այսինքն ծրագիր կար նման արդեն դրված։ Այսինքն դա հիմք չէր հանդիսանում, որպեսզի մոնիտորինգ արվեր այդ տարածքներում։ Ես չգիտեմ այդ հարցը սառեցված էր թե ոչ, որովհետև ազգային պարկի Ջերմուկի հարցը բացացեց, ինչքան ես գիտեմ, մենակ մի տարի առաջ։ Դրանից ավելի շուտ ես ընդհանրապես չեմ լսել։ Այն ժամանակ, որ ես 5 տարի աշխատում էի WWF-ում, կառավարում էի այդ ծրագիրը Հարավային Հայաստանով, այն ժամանակ Ջերմուկի հարցը չէր բարձրացել։ Փի Արևիկի ստեղծման հարցերին ու Ջերմուկը ոնց որ դուրս էր մնում։ Չէին ուզում միանգամից սաղ տարածքներով զբաղվեն, տենց հերթով։ Սարքեցին Արփին Զանգեզուրը Արևիկը, հիմա հերթը հասել է Ջերմուկին։ Ոչ էցի, ոչ մուֆլոնի, ոչ էլ հովազի հետքեր չեմ հայտնաբերել, բացի արջից։ Մենակ արջն է հայտնաբերված, որը ես գրել եմ։ Արջի մասին ես գրել եմ, որ արջը կա, կարմիր գերքի կենտրոնի։ Մենակ արջը մի քանի անգամ մենք հետքերը տեսել ենք, որտեղ կերակրվում է տեսել ենք, այդ բանը կար։ Իսկ մուֆլոնների եւ բաների հետքեր դուք չեք տեսել։ Դες այդ 3 ամսվա բանով ես ասում, հետո ես գրականությունն էլ նայեցի, գրականության մեջ էլ չեմ հանդիպել ինչ-որ մենց Ամուլսարում կա էլի։ 30-25 տարի առաջ Արփագետի ցախ մասում հանդիպել եմ մի քանի անգամ այծերին, որոնք որ պետք է անցել են այս կողմի վրա, բայց այդքան բարձր չեմ հանդիպել։ Կարևոր միգրացիոն գոտիները, հա, այսօր որոնք են համարում, դուք գիտեք այդ դրա հետ կապված Բեզոարյան այցի եւ Մուֆլոնի։ Այցի կարևոր միգրացիոնը իմ կարծիքով դա Ջերմուկի վերևի մասով, sense դուրս է գալիս դեպի Վարդենիսի այդ բանը լեռնաշղթանը, Վարդենիսի լեռնաշղթայով ինքը միանում այդ Ղարաբաղի այդ հատվածի հետ, Ղարաբաղսկը Նագորիա։ Այնք այդ վերևի մասով է միանում։ То есть Բեզոարյան այցի միգրացիոն ճանապարհը ինքը վերևի մասով է գնում։
Մենք վերևի մասով գնում, մենք էլ տակի մասով գնում ենք ոնց է դրանն այդ բանի։ Հայոց ձոր ու գալիս միանում է Զանգեզուրի հետ։ Այսինքն դեպի Նախիջևանի կողմ։ Կան դեպի Նախիջևանն։ Այն վերևի մասը որ ես ասի, դա շատ թույլ միգրացիոն ճանապարհ է։ Ինքը կա, բայց շատ թույլ է։ Հիմնականը ինքը շուտ կես Նախիջևանով է բանել։